Նորո ինչ եղավ, ինչի մի անգամից սենց փոխվեցիր։ Ոչ մի բան։ Ուղղակի շատ հուզիչ պատմություններ չդիմաց է։ Ձեր ես առնում։ Ես ոնց ես խոսում։ Ոնց ուզում ես հասկացի։ Ես դու չես։ Ես իմ նորոն չի։ Չէ, հենց էսա նորոն։ Ծանոթացի նորոյի հետ։ Այն նորոն ձևականություններ էլ չկա։ Էս նորոյին կսիրես, հա? Ինչ ես խոսում նորո։ Քո հետ ինչա կատարվում, խնդրում եմ քեզ ինձ բացատրի։ Ես կհասկանամ, խնդրում եմ բացատրի, ասա քո հետ ինչա կատարվում, խնդրում եմ ես։ Ես էլ չեմ ուզում քո հետ հանդիպեմ։ Այսինքն ես էլ չեմ ուզում քո հետ հանդիպեմ, ինչ կար չհասկանալու։ Նորո ինչ ես խոսում։ Պարզ բան եմ ասում, ինչ կար չհասկանալու։ Ինչն է պարզ։ Որ երեք ինձ սիրո խոստովանություն էիր անում, ասում էիր, որ սիրում ես, ուզում էիր աղբորս հետ ծանոթանել, հիմա եկել ասում ես, որ դու չես ուզում մենք հանդիպենք։ Չէ դու լուրջ տենց հեքիաթների ես հավատում, հա? Որ մարդկանա իր կորումն են սիրի, որ ուզենե աղբորը տենա կամ հարաբերություններ լրջացնի։ Մի հատ հանգստացի։ Ինչքան շուտ ես ամեն ինչ ընդունես ու հասկանաս, այնքան լավ քո համար։ Նորո դու հրեշ ես։ Դու իմ ճանաչած նորոն չես, դու ուղակի հրեշ ես։ Ես քեզ խնդրում եմ, կլինի մենք նորմալ խոսանք հասկանանք իրար։ Ես քեզ ամեն ինչ ասեցի։ Ինչքան շուտ ես ամեն ինչ ընդունես, այնքան ամեն ինչ քո համար ավելի հեշտ կանցնի։ Փաստորեն դու ինձ խաբել ես։ Կասես ինչի կբացատրես ինչի համար։ Չէ, ես քեզ չեմ խաբել։ Հա իմ մոտ հետաքրքրություն եղել է քո հանդեպ, բայց ամեն ինչ անցել է։ Անցել է ամեն ինչ։ Դե գոնե լավ է, որ հետաքրքրություն ա եղել։ Չէ, ամեն ինչ եղել է։ Բայց ամեն ինչ անցել ու գնացել է արդեն։ Նորո խնդրում եմ, ինձ այս վիճակի մեջ հիմա դու մի թող։ Չգիտեմ, ասա որ կատակ ես անում, ասա որ ինձ էիր փորձում, բայց ինձ սենց մի թող։ Մագդա սիրելը ստիպելով չի, չէ։ Չէ, ստիպելով չի, բայց ես քեզ չեմ ստիպել, որ ինձ սիրես։ Ես քեզ չեմ ստիպել, որ ինձ սիրո խոստովանություն անես։ Դու քեզ նենց ես պահել, ոնց որ կպահի սիրող մարդը։ Թե հիմա ինձ կասես, որ այդ ամեն ինչը ուղղակի թվացել է։ Չէ։ Ես չեմ ասում, որ քեզ խաբում եմ։ Բայց հիմա նայում եմ քո աչքերի մեջ ու ասում եմ, որ ամեն ինչ անցել է։ Ընդունի։ Ռոբ, ապրես, որ եկար ու ինձ դուրս հանեցիր։ Նենց ես ասում, ոնց որ հերոսություն եմ արել։ Նենց սիրուն ես ժպտում։ Ուզում եմ հասկանամ, այդ ասում ես, որ ամաչ եմ, թե… Ասում եմ, որ միշտ ժպտաս։ Համել չգիտես, որ ժպտալը երկարացնում է կյանքի տևողությունը։ Այսինքն, եթե ես ուզում եմ անմահ լինեմ, հիմա ինչ պետքա բերնս բաց ամբողջ օրը ժպտալով մանգամ, Ռոբ։ Չգիտեմ, ուզում ես փորձի, Ալինա ջան։ Մորթ ես, կարող է միամիտ ստացվում է ու քեզ գրանցում են Գինեսի գրքում։ Լավ, Ռոբ, գնամ ես մի քիչ հանգստանամ, մինչև դու տուն հասնես, որ ինձ տնային աշխատանքները ուղարկես, լավ։ Ինչ տնային, Ալինա։ Գնա պարկի հանգստացի, մեկա դու դասի չես գալու։ Ռոբ, դե տեն շատ հետ չեմ ընկնի։ Լավ, հասնեմ կուղարկեմ։
Անորո։ Այդ մենք հենց հիմա պետք է հանդիպենք։ Բան ա եղե։ Հա եղել է։ Դրա համար եմ ասում, հենց հիմա պետք է հանդիպենք, պետք է խոսենք։ Տեղ ուղարկեմ արի։ Լավ։ Նորո խնդրում եմ ինձ այս վիճակի մեջ հիմա դու մի թող։ Չգիտեմ ասա որ կատակ ես անում, ասա որ ինձ էիր փորձում, բայց ինձ սենց մի թող։ Մագդա սիրելը ստիպելով չի, չէ՞։ Չէ, ստիպելով չի, բայց ես քեզ չեմ ստիպել, որ ինձ սիրես։ Ես չեմ ասում, որ քեզ խաբում եմ։ Բայց հիմա նայում եմ քո աչքերի մեջ ու ասում եմ, որ ամեն ինչ անցել է։ Անտոնի։ Նոր։ Ինչ ա եղել, ապեր։ Այդ հիմա քեզ մի բան եմ ուզում ասեմ, բայց անիմաստ ուրիշ հարցեր չտես։ Զանգի Մագդային։ Հիմա ինքը քո կարիքը շատ ունի, ու կողքից մի րոպե ուրիշ տեղ չգնաս։ Ինչ ա եղել Մագդային, Նորո։ Այդ հիմա ինքը լավ վիճակում չի։ Դուք մոտ եք, չէ։ Գնա ամեն ինչ արա, որ այդ շուտ անցնի։ Նորո գնամ, խնդիր չկա, էլի գնամ։ Բայց մինչև գնալս չիմանամ խնդիրը որն է։ Մենք հանդիպել ենք։ Ու շատ վատ խոսակցություն է տեղի ունեցել։ Պարզ է։ Վաղ թե ուշ ես պետք է լիներ, վաղ թե ուշ։ Շատ կոպիտ ես եղել։ Շատ։
Համ խոսում էի, համ սրտիցս արուներ գնում։ Բայց ուրիշ տարբերակ չկար։ Ուրիշ տարբերակ չկար այդ։ Նորո իսկ Մագդայի մեղքը ո՞րն է։ Արշակը երբ որ ամուսնացել է, Մագդան 14 տարեկան երեխա է եղել։ Ինքը ինչ մեղք ունի։ Ուրիշ քեզ տվում է այդքան բանի ես չեմ հասկանում։ Ես չգիտեմ, որ Մագդան մեղք չունի, որ Մագդան փոքր է եղել։ Բայց ուրիշ ելք չկար, ուրիշ տարբերակ չկար։ Ու եթե ուրիշ տարբերակ չկա, պետք է այնց անեի, որ հույս չմնար հետո։ Իսկ Մագդայի մասին մտածել ես։ Հենց Մագդայի մասին եմ մտածել, որ նենց եմ արել, որ հույս չմնա։ Թե չէ քեզ չէի կանչի հետ։ Ու չէի խոսա այս մասին, ուղղակի կգնայի ու վերջ։ Նեղացրել ես էլի Մագդային նորո։ Նեղացրել ես։ Ու ես հարցին ոնց ուզում եմ նայենք, մեկա տենց է։ Այդ դու հենց լավ ես ճանաչում։ Ու գիտես, որ ինձանից պետք չի Մագդային պաշտպանես։ Գոնե ինչ-որ մի բան բացատրել ես նորո, թե ուղղակի ասել ես վերջ ու գնացել ես։ Ասել եմ, որ մենք էլ չենք հանդիպելու։ Ասել եմ, որ ամեն ինչ վերջացել է։ Դու հիմա գնա իր հետ խոսա։ Գնամ ինչ ասեմ նորո։ Ոնց ասեմ։ Ասեմ գիտես, որ Էլիզը նորոյի քույրն է ու հատուկ մտքով է մտել ձեր տուն։ Թե ասեմ, որ նորոն քեզնից բաժանվում է մենակ նրա համար, որ դու Արշակի քույրն ես։ Ոնց ասեմ ես այսքանը։ Զգում եք, որ բոլորով հավաքվել եք ու ինձ գցել եք երկու քարի արանքը, ես հիմա ինչ անեմ։ Քեզ թվում է ես եմ այն մարդը, որ պիտի այդքանը բացատրեմ, հա։ Այդ ուրիշ տարբերակ չկար։ Ուրիշ լուծում չկար այս ամեն ինչին։ Լսի նորո։ Ուշադիր լսի։ Դու Մագդային սիրում ես։ Այդ քեզնից երևում է։ Ու այն փաստը, որ ինքը Արշակի քույրն է, քո մեջ ոչ մի բան չի փոխել։ Տենց է, չէ՞։ Դες ուղակի հարց է։ Պատասխանի կամ հա կամ չէ։ Փոխվել է ինչ-որ բան։ Եկար Մագդա ջան։ Մագդա։ Ինչ ա եղել Մագդա։ Մագդան չի ես լացում։ Ես ու նորոն բաժանվեցինք։ Յա տարի նստիր։ Ինչի համար։ Ինչ ա եղել, հա։ Մի հատ հանգստացի ու բացատրի։ Չգիտեմ, ես չգիտեմ պատճառը, ես ինքս չգիտեմ ինքը ինչի տենց արեց։ Բայց դու լավ էր, տրամադրությունդ լավ էր, որ տանից դուրս եկավ։ Այդ ինչ եղավ այդ մի քանի ժամվա մեջ, որ որոշեցիք բաժանվեք։ Այդ իմ որոշումը չի եղել։ Այդ մենակ իրա որոշումն է եղել։ Այսինքն Արի չխորան եմ կախբերես։ Կապ չունի ես ինչ եմ զգում Մագդայի հանդեպ։ Էլ ոչ մի բան չի կարա փոխվի։ Ինչքան էլ ես իրան սիրամ իմ պատվից առավել չեմ կարա դասեմ։ Իր աղբերը իմ ընտանիքի թշնամին է։ Իմ թշնամին է։ Չգիտեմ էլ ինչ ասեմ նորո։ Շատ բարդ իրավիճակ։ Մարդ չգիտի հանուն անցյալի ներկան կորցնի, սիրած աղջկան կորցնի։
Թե ամեն դեպքում արժի ու միգուցե նույնիսկ պարտադիր է։ Իմ դեպքում պարտադիր է։ Ես ու Մագդան ապագա չունենք։ Հələ գոնե բացատրեիր, գոնե մի բան ասեիր ինչի համար ես տենց որոշել։ Ասել եմ։ Բայց ոչ ճիշտ է։ Ոնց թե ճիշտը չեմ ասել։ Բա ինչ ես ասել նորո։ Ասել եմ, որ շփվել ենք ու վերջ։ Որ հետաքրքրություն ա եղել ու այդ ամեն ինչը անցել է։ Այդ Նորո դու գժվել ես։ Հասկանում ես ինչ ես արել։ Պատկերացնում ես հիմա ինքը ինչեր կարա մտածի։ պատկերացնում եմ այդ։ Շատ լավ պատկերացնում, դրա համար էլ քեզ կանչել եմ, դրա համար էլ ասում գնա կողքին եղի։ Ես լուրջ եմ ասում կցնդեմ ձեր ձեռը։ Ես իմ համար Դանիայում հանգիստ ապրում եմ, ինչ եք աստեղ։ Արշակ հանդիպեցինք։ Հենց սկզբում էլ զգացի, որ տրամադրություն չունի։ Հարցրեցի ինչ ա եղել, ասեց, որ խնդիրներ ունի ուղակի։ Հետո տենց էլ չասեց ինչ խնդիրներ ունի։ Ուղակի մի անգամից ասեց, որ էլ չի ուզում հանդիպենք։ Այդքան բան ու վերջ։ Արշակ, մեր մեջ ոչ մի կոնֆլիկտ չի եղել։ Հակառակը ինքը ուզում էր քո հետ ծանոթանալ, ես չգիտեմ ինչի ինքը սենց արեց։ Հիմա լսի քեզ ինչ եմ ասում։ Ոչ մի տղամարդ, լսում ես, ոչ մի տղամարդ չարժենքան, որ դու լացես։ Պարզա։ Իսկ եթե ես իրան սիրում եմ։ Լսի։ Այս կյանքը ռոմանտիկ կինո չի։ Այս կյանքում իդեալական տեսարաններ չեն լինում։ Այս կյանքը ապրելու մասին է, բայց ռեալ դատելով ապրելու մասին։ Լսում ես։ Եթե այդ տղեն որոշել է, որ չեք հանդիպելու, ուրեմն չեք հանդիպելու ու դու իրան կմոռանաս։ Ոչ մի քայլ չես անելու, լսում ես։ Ոչ մի քայլ ու ոչ մի բացատրություն չես պահանջելու իրանից։ Կասես ինչ անեմ։ Կասես ոնց մոռանամ ես իրան։ Ես կհասկանամ, թե ինչ է կատարվել։ Ինքս կպարզեմ, թե ինչ է իրանը տենց պահել։ Ես չեմ ուզում, որ դուք վիճեք։ Մագդա, այս աշխարհում չկա մեկը, որ քեզ նեղացնի ու պատասխան չտա։ Ես չեմ պատրաստվում քո տարիքի տղու հետ վիճել։ Ես այդ տարիքից արդեն դուրս եմ եկել։ Ինձ դրա համարը տուր։ Բայց Արշակ, Ասացի համարը տուր։ Այդ հենց Մագդա ետ խոսաս ինձ անպայման տեղյակ բայ, լավ։ Ես Արշակի համարն է։ Ուրջ ես ասում։ Հա, բայց հիմա մի պատասխանի տենանք ինչ ենք Բեր անում։ դու տենամ ինչ ա ուզում ինձնից։ Այ մի խոսա հիմա Արշակի հետ ասում եմ, սպասի։ Բեր ինչ ա զանգե, դու տենամ ինչի համար ա զանգե։ Նորո։ Համբերի տենան գղտնելիս ինչ ա գալի, հետո կխոսաս հետը։ Տաքսիդ հասելա գնա։ Չի պատասխանում։ Մագդա բարձրացի վերև հանգստացի։ Ու չլացես էլ։
Էլիզը տանն է։ Իրան վատ էր զգում քնելը։ Ով իրան տես բայր, ով ան չզգար։ Ինչ արել որ։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Ամեն ինչ նորմալ է, ճուտս լավ է։ Դու թեման մի փոխի։ Ամեն ինչ ասա։ Ես ամեն ինչ գիտեմ։ Էլիզը ինձ պատմել է։ Մենակ թե չեմ հասկանում, թե քեզ ինչի ես տենց վատ պահել քրոջդ հանդեպ։ Ինչի ես տենց նեղացրել։ Այսինքն դու ամեն ինչ գիտես։ Մի հատ էլ ասում ես, թե ինչ եմ նեղացրել, հա։ Նորո ջան, Էլիզա արել է դա, որ իր մոր մահվան պատճառն իմանա, որ ապացույցներ ունենա, որ Շուշանը իսկապես երեխա ունենալուց է մահացել։ Ինչ վատ բան կա դրանում։ Այսինքն դու մի հատ էլ թորիդ պաշտպանում ես, հա։ Դու գիտակցում ես ինչ ես անում։ Գոնե ակաշներից քաշ ես ասես աղջիկ ջան, նստի տեղդ։ Այդ քեզ չի վերաբերվում, քիթդ մի խոթի քեզ չվերաբերվող հարցերի մեջ մի հատ էլ տենց ես անում։ Բա որ իրա գործը չի ում գործն է։ Դու ոչ մի բան չես ձեռնարկել։ Դրա համար էլ Էլիզը պետք է աներ, ով պետք է աներ։ Էլիզն էլ է նույն բանը ասում։ Ասում է, որ քո համար մեկ է, որ դու ոչ մի բան չես արել, ոչ մի բան չես անում, որ քո համար թքած է մերս ոնց է մահացել։ Դու էլ ես տենց մտածում։ Չի այդպես չի։ Ես քեզ էլ եմ հասկանում, Նորո ջան, որ մի տղան կուզեր ընկներ պատմությունների մեջ տենց մոր պատճառով։ Բայց Էլիզին էլ հասկացի։ Դու Էլիզը նույնը չեք, ինքը աղջիկ է, ինքը ավելի էմոցիոնալ է, ինքը ավելի ներող է, զիջող է։ Ես էլի չեմ ուզում, որ դու ընկնես այդ պատմությունների մեջ, բայց չեմ ուզում, որ Էլիզին էլ նեղացնես ու մեղադրես։ Չէ, այսօր ես ինչ օր է։ Ես ոչ դրսում հանգիստ ունեմ, ոչ տունը հանգիստ ունեմ, ինչ անեմ, ուր գնամ։ Դու խոսալ չի լինում։ Որովհետև դուք ընդհանրապես չեք հասկանում ինչ եք անում։ Եթե դու Էլիզի մոտ մի երկու օր ես սենց խոսած, գնալու այդ Արշակես տանը մնա։ Ինչա վատ կլինի։ Արշակը պետք է պատասխան տա իր արածների համար։ Յա, չէ լուրջ, ունե դու պատասխան տալուց մի խոսա, պատասխան տալուց ես խոսում, նստած սպասում ես Արշակը երբ պետք է պատասխան տա։ Հնեց աներ, որ գոնե տղետ իրա մի երկու արածների համար պատասխան տար։ Սրանից հետո ոչ մեկդ, ոչ մի բան էլ չի անելու, առանց ինձ տեղյակ պահելու, ոչ մի բան։ Արդեն հոգնել եմ։ Հերիք է Էլիզին պահես ձեռքի տակ։ Հերիք է Էլիզին սխալ բանես սովորացնես։ Նենց արա, որ գոնե այդ ընտանիքից հեռու մնա, որ մոռանա։ Ինչ եք ուզում ինձանից։ Ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում, որ դրցեք մարդ սպանեմ, հե։ Ինչ եք ուզում, որ գնամ այդ անասունին սպանեմ, ինչ եք դրանից շահելու։ Ո՞վ է ձեզ սպայել, ով է ձեր մասին մտածելու։ Իմ մասին գոնե մի քիչ մտածում եք։
Հիմա ինչ մինչև լույս սենց նստելու ենք։ Right. Ես ուզում եմ անջատվեմ, ուզում եմ չէ առավոտը ոչ մի բանի մասին չմտածեմ։ Ասենք թե այսօր քեզ տենց փրկեցիր։ Բա վաղը ինչ ես անելու։ Տենաս կարացել է քնի։ Կամ գոնե մի քիչ հանգստանա։ Չէ, իհարկե չէ։ Դու կարում ես քնես, կամ մտածում ես քնելու մասին, ինձ էլ ինքը էլի։ Ուղղակի դու տղա ես, կարողանում ես տխրությունդ սրա մեջ խեղդես։ Ինքը դրա հնարավորությունն էլ չունի, հասկանում ես։ Իրա համար երևի հիմա ավելի դժվար է։ Այդ հատուկ ես սենց խոսում, հա։ Չէ, նոր։ Ես ուղղակի իրավիճակն եմ շատ ճիշտ ձևով ներկայացնում։ Ես էլի եմ ասում, Մագդան մեղավոր չի։ Ես գիտեմ, որ մեղավոր չի։ Մագդան Էլիզի տարիքին է եղել։ Ինչ պետք է աներ։ Որ չէր կանգնելու աղբորը առաջացրել սխալ ես անում մի արա։ Ինչ տեսել է համակերպվել է։ Կամ ինչ կարալ ինչ աներ։ Բայց այն, որ ինքը Արշակի քուրն է, այդ շատ բան է փոխում։ Ես կասեի ամեն ինչ է փոխում։ Ես դրան ամբողջ կյանքս չեմ հարգելու։ Ես կարամ քրոջ հետ շփվեմ կամ կյանք ուզենամ կապեմ այդ։ Նորը դու ուղղակի Արշակին լավ չես ճանաչում։ Ոչ մեկս էլ իդեալական չենք։ Բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, նույն ձև էլ Արշակը։ Հիմա մարդը սխալվել է, կամ միգուցե չի սխալվել։ Մտածել է, որ լավ կլինի, ընտանիք կդառնաք։ Այդ ես քեզ ասում եմ, որ այդ մարդը իմ տունն է քանդել։ Ընտանիքս է քանդել։ Դու ինչ ես խոսում, ինչ ես ասում, ի՞նչ է նշանակում բոլորներ իրավունք ունեն սխալվելու։ Ախպերին սխալ մի հասկացի, էլի։ Ես Արշակին ոչ թե պաշտպանում եմ, այլ ասում եմ, որ Պետք չի ոչ մի բան ասես այդ։ Իմ համար ամեն ինչ պարզ է։ Լավ, ոչ մի բան չեմ ասում։ Խմենք։ Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր, տատ։ Դու չես պատկերացնի, ես ինչ վիճակում էի, երբ որ Նորոն ասեց, որ հիասթափվել է ինձնից։ Տատի, եթե ես իմանայի, որ իմ այդ տուն գնալը այսքան թանկ կարժենա, ես չէի գնա ուղղակի։ Ես ես կյանքում Նորոյից ու Ալինայից թանկ ոչ մեկի չունեմ, հասկանում ես։ Իսկ ես իրանց ամենաշատն եմ նեղացնում։ Հանգստացի բալես։ Հանգստանամ։ Ոնց հանգստանամ, տատ։ Մամայիս մահը։ Նորոյի ես պահվածքը, Ալինայի հիվանդությունը, ես ոնց հանգստանամ, տատի։ Բայեդոն, հանդիպում եք, գալիս է։ Կներես պիտի պատասխանեմ։ Արշակոպր։
Էդո ջան հոգ քնած չես։ Չէ, ինչ քնել։ Տուն էլ չեմ հասել։ Ո բան չի եղել, որ այս ժամին զանգել ես։ Էդո ջան, որ խնդրեմ կարաս գաս մեր տուն։ Ուղակի Մագդան լավ չի, ուզում եմ գաս, հետը խոսած մի քիչ ծրվի։ Ինչի՞, ինչ ա եղել։ Որ գաս կպատմեմ, հեռախոսով ասելու բան չի։ Ուղակի քո հետ ավելի ազատ կլինի, ավելի շատ բան կպատմի, քան ինձ։ Արշակոպար, անկեղծ եմ ասում, շատ կուզեի գայի Մագդայի կողքին լինեի, բայց չեմ կարա, քաղաքից դուրս եմ գնացել։ Դու Մագդային փոխանցի, որ ես կյանքում ամեն ինչ անցողի կա, մինչև ես կգամ ամեն ինչ իմ ձևերով կբացատրեմ, հա։ Լավ տղես։ Խնդիր չկա, դու քո գործերով եղի, բայց վաղը կսպասեմ։ Զգուշ կլինես։ Լավ։ Ինչ էր ասում։ Չլսեցիր։ Ասում ա Մագդան վատ ա, ուզում ա որ գնամ խոսամ հետը։ Դե բա գնա ինչի համար ես մնացել։ Գնա որ մի քիչ իմ սիրտն էլ հանգիստ լինի։ Չէ, Նորո ջան, չեմ ուզում։ Որ գնամ պիտի խափեմ, ես էլ չեմ ուզում խափեմ։ Ես քեզ 2 օր խափեցի, գիշեր ցերեկս խառնվել էր, չեմ ուզում էլի նույն իրավիճակում հայտնվեմ։ Ամել արդեն ուշ արի գնանք տուն։ Հերիքա խմես։ Լավ։ Լավ Նորո։ Կգնամ կխոսամ Մագդայի հետ։ Կասեմ քեզ ինչա ոնց է։ Կփորձեմ օգնել։ Բայց նայի հանկարծ դրանից հետո նենց չլինի, որ անընդհատ գաս հարցեր տաս Մագդայից։ Ես ձեր համար փոստատար չեմ դառնալու։ Եթե ուզում ես բաժանվես, բաժանվի։ Ու հեչ պարտադիր չի, որ իմանաս իր մասին ինչ-որ բաներ։ Էլ ինչ ա եղել։ Քո նման չես։ Ոչ մի բան Ալինա։ Քնի, ուշ արդեն։ Էլ իսկ քո կարծիքով ես այնքան փոքր եմ, որ չեմ հասկանում քո ու Նորո ես լարված պահվածքը։ Ինչի եք անընդհատ կռվում։ Չի ուզում որ աշխատես։ Չէ Ալին։ Ուղղակի ես եմ սխալ բան արել։ Հա, բայց ինչ ես։ Էլիս դու քո բերանով նոր ասեցիր, որ սխալ բան ես արել։ Էլիս ես դու ես։ Էլիս։ Ես չգիտեմ դու ինչ ես արել։ Բայց գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի, հա։ Ճիշտ է, քո հետ դժվար է, բայց մենք քեզ շատ ենք սիրում ու միշտ դիմանում ենք քեզ։ Նոր այնքան ուրախ եմ, որ դու հայտնվեցիր իմ կյանքում։ Հա։ Իսկ ինչի։ Դե պիտի պարտադիր ասեմ, որ հասկանաս։ Դե կարող է ես ուզում եմ լսեմ։ Հիմա ինչ, չես ասելու։ Ամաչում ես։ Դե հայտնվեցիր ու կյանքս լրիվ փոխեցիր։ Գիտես, մինչև ես չէի հասկանում մարդիկ ոնց են սիրում։ Նայում էին գերուհիներիս, կողքիս զույգերին ու մտածում էի ոնց կարելի է այդքան սիրել, որ բաժանվելուց հետո տանջվեն, նեղվեն։ Բա որ այդքան բանը անգիր գիտես։ Ոնց ես ինչ-որ մեկի համար խելագարվում։ Ինչի այդքան նման եմ խելագարի։
Մագդա, Արշակ ես էլ չեմ դիմանում։ Ես չեմ կարողանում ապրել։ Արշակ ինքը ոչ մի բան չբացատրեց, ինքը չասեց ինչի ա որոշել մեր շփմանը վերջ տա։ Հասկանում ես, ոչ մի բան չասեց։ չի վերցնում։ Անպատասխանատու տղա դուրս եկավ։ Բայց ոչինչ։ Ես կգտնեմ իրան ու կստիպեմ իմ հարցերին պատասխանի։ Չէ, Արշակ, պետք չի։ Չեղավ Մագդա։ Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը քեզ այսօրին հասցնի ու պատասխան չտա։ Ես քեզ վստահելով, քեզ հավատալով թույլ եմ տվել, որ դու հանդիպես այդ տղու հետ, որ հասկանաք իրար։ Բայց չի պատկերացնի, որ դու իր հարցում կսխալվես։ Ոչինչ։ Հետ էլ կանցնի, այդ հարցն էլ կլուծենք։ Ես դա սենց չեմ թողնի։ Հաստատ։ Կարող է քեզ սենց գրկեմ ու էլ կյանքում բաց չթողնեմ։ Ես դեմ չեմ։ Ես էլ նոր գիտես ոնց որ պանդա լինես։ Այսինքն Հա լուրջ եմ ասում, իսկական պանդա ես։ չէ, մի րոպե, այդ պանդայի հետ կապված ոչ մի բան չհասկացա։ Դե ուզում եմ ասեմ, որ դու շատ լավն ես։ Այդի ուրիշ բան։ Բայց արի կենթանական աշխարհից հեռու մնանք։ Ես տենց բաներ չեմ սիրում։ Ալիա, Նոր բատուն չես գալիս։ ես տուն չեմ գալու։ Բայց ինչի, ուշ ա էլի արդեն խնդրում եմ արի։ Էլիզա ասացի տուն չեմ գալու, հանգիստ պարկեք քնեք։ Նորոն ոչ եկել է, ոչ էլ զանգել է։ Ոչ էլ գալու է։ Նորոն տարապում է տատի։ Նորոն վատ է։ Ես ամեն ինչը հաստատ այդ աղջկա պատճառով է։ Տատ ես նորեն կյանքում սենց չեմ տեսել, հասկանում ես։ Նույնիսկ Հասմիկից բաժանվելուց ինքը սենց չէր։ Հիմա երևի հա, մացել է ու հաստատ բաժանվել է։ Ուղղակի չգիտեմ Մագդան գիտի թե չէ։
Բայց ես վախենում եմ, տատ։ Վախենում եմ, որովհետև եթե Արշակը իմանա կմտածի, որ նորոն դիտման փարել։ Ու այդ ամեն ինչը շատ վատ ավարտ կունենա։ Բա հիմա մենք ինչ ենք անելու։ Ես եմ մեղավոր։ Ես արեցի, տատի, ես եմ մեղավոր, ես չպիտի գնայի այդ տուն։ Եթե ես չգնայի, նորոն չէր գա։ Չէր գա ու բանալիները վերցնելուց չէր տեսնի Մագդային։ Տատի, ես ես ինչ արեցի։ Ալո, Մագդա, բարի օր։ հա բան չի եղել, որ զանգել ես։ Եղել է։ Շատ կարևոր բան ունեմ ասելու։